Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է եւ ինչքան էլ որ սև եւ սպիտակ ոդքասթի ժամանակ շնորհավորել եմ բոլորի սահմանորն ու սուրբ ծնունդը, թույլ տվեք աշխատանքային տարին սկսելու առաջին աշխատանքային օրը նույնպես շնորհավորանքներով սկսել։ Ես շնորհավորում եմ ձեր բոլորի նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, բոլոր անցած տոները, չնայած վաղն էլ 5 տոմարով նոր տարի է կամ այսօր երեկոյան սկսվում է, եւ իսկապես բոլոր երազանքները, ցանկությունները, նպատակները, որոնք կապված են տարվա հետ, գործնական, թե գաղափարական, թող Աստված տայի կատարածվեն, հատկապես այն նպատակները, որոնք վերաբերվում են մեր պետությանը, վերաբերվում են ձեր ամեն մեկի ընտանիքին եւ չեն խանգարում մնացածների շահերին եւ իրավունքները չեն ոտնահարում։ Դե ինչ սկսենք մեր աշխատանքային տարին եւ աշխատանքային շաբաթը, նախ ամփոփելով այս արձակուրդի շրջանում տեղի ունեցածը, որովհետեւ չանդրադառնալ չենք կարող, պետք է արձանագրենք, հա, այդ ամեն ինչը։ Ինչ տեղի ունեցավ այս օրերի ընթացքում։ Նախ 10 եպիսկոպոսներ միացան վարչապետի հորդորին, համատեղ ստորագրվեց փաստաթուղթ, որ իր բոլոր կետերով, ամենայն մանրամասներով ստեղծվեց այդ աշխատանքային խումբը, որտեղ որ Նիկոլ Փաշինյանը արդեն ներկայացավ որպես վարչապետ, որ մասնակցում է դրան։ Սրան հետևեցին հետո օրերս արդեն քահանաները հրապարակային գրեցին, ներկայացան, որ իրենք բարեփոխման, եկեղեցու բարեկարգման ծրագրին միանում են եւ միացան այդ ամեն ինչին, ամեն մեկը առանձին ներկայացրեց իր մոտեցումը, վարչապետն էլ ընթերցեց նրանց անունները մեկ սթրիմով եւ նրանց ծառայության վայրերը, ես խորհուրդ կտամ մեր հավատացյալ քաղաքացիներին օգտվել հենց այդ եկեղեցիներից, որովհետեւ այս մարդիկ կողմ են բարեկարգման, բարենորոգման ծրագրին, իսկ մենք բոլորս շատ լավ գիտենք, թե ցավոք սրտի հայաստանյա առաքելական Սուրբ եկեղեցին ում եւ ինչ տեսակ մարդկանց կողմից է զավթված եւ շատ դժվար պրոցեսներ ենք անցնում իհարկե նրանցից մաքրելու համար, բայց կմաքրվեն, սա այստեղ երկու կարծիք լինել չի կարող, որովհետեւ հայ ժողովուրդը մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի օտար երկրների գործակալները լինեն մեր եկեղեցու տերն ու տնօրենը, պետերը, ինչպես ձևակերպում է Փաշինյանը։ Հետո այս հայտարարություններին հետևեց հակընդդեմ ակցիա, դուրս եկան քահանաների մեկ այլ հատված եւ դարձյալ հերթով հրապարակեցին, որ իրենք էլ շարունակում են իրենց հավատարմությունն են հայտնում կտրիճին, իրենց ձևակերպամբ վեհապարին, Գարեգին Բ-ին, ուղղակի տարբերությունը այստեղ հետեւյալն էր, եթե ուշադիր եք եղել, եթե առաջին դեպքում քահանաները միանում էին հայաստանյա առաքելական Սուրբ եկեղեցին բարեկարգելու, բարենորոգման գաղափարին, ապա այստեղ մենք տեսանք մի հին սովորույթ Ղազագրի տեսքով, սրանք դուրս եկան ու ասացին, որ իրենց հավատարմությունն են հայտնում Գարեգին Բ-ին, հասկանում եք։ Այո, այդ վիճակում է մեր եկեղեցին ու տեսնում եք, թե ինչից է պետք մաքրել։ Ինչ է նշանակում անձին հայտնել հավատարմություն, ինչի համար է դա արվում, եթե քո հավատարմությունը պիտի լինի Աստծուն եւ այն ամենին, ինչի մասին ասում է Սուրբ Գիրքը։ Ահա այս տեսակը մաքարում է մեր դեմ, իսկ եկեղեցին մաքրելու կարեւորությունը ժողովուրդ ջան շատ մեծ է, դա միայն հավատացյալների գործը չի, դա միայն եկեղեցուն հենց բուն չի վերաբերվում, դա վերաբերվում է հայկական մշակույթին, մեր լեզվին, խոսքին, բարոյական հոգեբանական դրսևորումներին եւ այլն։ Եվ այն կեղտոտությունները, որ մենք հիմա տեսնում ենք, հավատացեք, դրանց մեծ մասը ցավոք սրտի հոգեվոր կրթության պակասից է գալիս։ Ինչի պատասխանատուն առավելագույն ձևով պատասխանատուն եւ սահմանադրորեն ճանաչված պատասխանատուն Մայր Աթոռնա եւ մեր դավանանքը քրիստոնեությունը։ Ցավոք տասնամյակների ընթացքում որևիցե աշխատանք այս ուղղությամբ չի արվել, բացի փող աշխատելուց, կոնկրետ շեշտը եղել է փող աշխատելը, ինչի արդյունքում ստորադասվել է ամեն հոգևորը,
Իսկ մարդը անասունից առհասարակ տարբերվում է նաև իր հոգևոր ներաշխարհով, եւ այդ հոգևոր ներաշխարհը եթե քանդու քարափ եղած է, հավատացեք, ինչքան էլ որ ձեր կյանքը լավանա ֆիզիկական առումով, դուք հոգևոր սով զգալու եք ու ինչ որ բանի պակաս եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը պետք է հարթվի, որպեսզի մեկ ամբողջություն դառնա թե հայը, թե Հայաստանը, թե հայկականը եւ այն ամեն ինչ, ինչ որ կապված է հայ բառի հետ։ Սա անհրաժեշտություն է եւ ցանկացած մեկիս հետաքրքրության գոտում է։ Իմիջայլոց շատ հետաքրքիր մի նյութ հայտնվեց համացանցում։ Կտրիչ Ներսիսյանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղցի ուսանողներին ուղղված $100,000 օգնությունը։ Ես հիմա ովքեր սատարում են Կտրիչ Ներսիսյանին կամ Գարեգին Բ-ին, իրենց ձևակերպմամբ ընթերցեմ այս նյութը եւ տվեք ձեր գնահատականը հենց դուք։ Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի տարբերության փոխհատուցման գործընթացի շրջանակում Երևանի պետական համալսարանը դիմել է իր գործընկերներին եւ բարեկամ կառույցներին։ Առաջին արձագանքներից մեկը ստացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հայոց արևմտյան թեմից թեմակալ առաջնորդ Հովնան Սրբազանի գլխավորությամբ, որը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ավելի քան $100,000 ԱՄՆ։ Մեծ հասած տեղեկությունների համաձայն այդ ընթացքում Կտրիչ Ներսիսյանը փորձել է միջամտել գործընթացին եւ հորդորել Հովնան Սրբազանին չաջակցել արցախցի ուսանողներին, առաջարկելով գումարը փոխանցել իրենց։ Սակայն քննարկումներից հետո ԱՄՆ հայոց արևմտյան թեմի խորհուրդը որոշել է հավատարիմ մնալ նախնական նպատակին եւ միջոցներն ուղղել Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի տարբերության փոխհատուցմանը։ Տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննեսյանի հետ, ով հաստատեց այն։ Ռեկտորի խոսքով ԱՄՆ հայոց արևմտյան թեմի աջակցությամբ ամբողջությամբ փոխհատուցվել է ավելի քան 400 արցախցի ուսանողների ուսման վարձի տարբերությունը։ Հրապարակումը Civic AM-ի։ Հիմա ես հիշում եմ վաղար շաբաթում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքում, երբ եպիսկոպոսները, 10 եպիսկոպոսները պետքա թուղթ հանձնեին Կտրիչին նրա հանգստի կոչելու համար, ընդ որում արժանապատիվ ձևով, փորձելով ավելի սահուն անցկացնել ամեն բան, Կտրիչի սատարողները եկան ու աղմուկ բարձրացրեցին այնտեղ, արհեստական ձևով փորձում էին սադրել, որովհետև այն պատարակը, որը ընծիսակատարությունը, որ տեղի ունեցավ Մայրաթոռում, դա պետք է լիներ Բյուրականում, բայց արի ուտես, որ շատ արագ ժամը փոխեցին, որպեսզի հակընդդեմ քայլ արեցին իրենց արևին։ Այո, սա դրանքից բացի այլ կերպ չես կարող բնորոշել։ Այ հենց այդտեղ այդ հավաքվածների մեջ մոտ 2000 մարդ կար։ Այս 2000 մարդկանց մեծ մասը, ճնշող մեծամասնությունը արցախցիներ էին։ Իմ կարծիքով Նարեկ Կարապետյանի բերած թևներ։ Հիմա ես արցախցիներին մի հատ հարց տամ, սա նորմալ է, այդ արցախցի երեխաների, ուսանողների ուսման վարձի փողը, որ ուզում էր տաներ, ավելի քան 400 ուսանողի։ Սա դուք նորմալ եք գնահատում, ու գիտեք ինչ, սա մի հատ արձանագրություն է, մի հատիկ, եթե բացեք 25 տարիները շատ վատ բաներ եք տեսնելու, շատ վատ բաներ, պարզապես մենք էլ չենք ուզում բացել, որովհետև այո, Կտրիչը որքան էլ Կտրիչ, բայց այնուամենայնիվ, երբ նրան փորձում ենք հեռացնել, այս պրոցեսի մեջ մի փոքր վնասվում է նաև Մայրաթոռը, բայց որքան Կտրիչը շուտ հեռանա, այնքան քիչ կվնասվի Մայրաթոռը։ Իսկ դուք ասում եք չէ, պիտի մնա, այսինքն նա պիտի մնա եւ շարունակի նման գործունեությամբ աչքի ընկնել։ Դուք դա եք հաստատում։ Դուք ասում եք ոչ, նա պիտի մնա ու շարունակի քանդել եկեղեցին, շարունակի իր բուն գործառույթից շեղել եւ այլն եւ այսպես շարունակ։ Նորմալ է դա արդյոք։ Ես չեմ կարծում, որ սենց առանձին դեպքերը, երբ որ ձեզ պատմենք, դուք կասեք, հա, նորմալ է։ Ոչ, դուք պարզապես ատում եք օրինակ Նիկոլ Փաշինյանին ու քանի որ ձեռնարկը
Չնայած վաղուց այս ձեռնարկը մեկնարկած եղել, բայց այդ ձեռնարկի մեջ մտավ արդեն Նիկոլ Փաշինյանը, դուք միայն նրան հակադրվելու համար պատրաստ եք սատանայի ձեռքն էլ բռնել։ Այս սա է հարցը։ Դուք չեք կարող խոստովանել, որ Կտրիշ Ներսիսյանին դիտարկում եք իսկապես վեհապար եւ նա միացան սրբագույն էակա ձեզ համար։ Չեք կարող դա ասել։ Բայց ի՞նչ կապ ունի Փաշինյանը մտել է թե չէ, սա քաղաքական ակցիա չի, սա եկեղեցուն է վերաբերվում։ Եվ եթե լիներ քաղաքական ակցիա, ապա վստահ եղեք, շատ ավելի հեշտությամբ նրան այնտեղից ռադ կանեին, որովհետև քաղաքականապես տկլոր է նա, եւ տկլոր է իր թիմը, օրը մեջ մի էշություն դուրս են տալիս։ Հասկանում եք, եթե քաղաքական խոսույթի դա վերածենք, նրան աշխարհի ամենանվաստ մարդիկ կդառնան։ Բայց մենք փորձում ենք դա թույլ չտանք, չէ՞, ուզում ենք ուրիշ ձև անենք։ Եվ դուք փորձում եք խոչընդոտել իբր։ Մի խոսքով, այս ամեն ինչին հետո հետևել է, նախորդել է երթը Սուրբ Գրիգոր Լուսավորչից դեպի Սուրբ կաթողիկե եկեղեցի բազմահազարանոց երթը։ Ես ինքս ներկայ եմ եղել ու իմ աչքով տեսել եմ, իհարկե ընդդիմությունը փորձում էր աղճատել, ինչ որ բաներ, գործողություններ անել, նկարները այն մի պոչից նկարել, որտեղ արդեն սակավամարտ են, այս մի պոչից նկարել, որտեղ արդեն սակավամարտ են, բայց ամբողջական նկարներ, չգիտես ինչու, դրոններ, այդպես էլ չեղան, նրանք սիրում էին պատարակներին դրոններ թռցնելու, նկարելու եւ ցուցադրելու, թե իբր ինչքան քիչ մարդ կա, անում տիեզերքից էին նկարում։ Այս անգամ չկար, որովհետեւ ինչպես 5-րդ տալիքի օպերատորներ իր լրագրողին փորձում բանանել, լրագրողը ասում է՝ «Դե այն կողմ պայտենում ես, այստեղ լիքը մարդ է, որ քիչ մարդ ցույց տան»։ Սա ուզում է շրջել, որտեղ նկարեմ ախր, ասում է մայթի կողմը նկարի, ասում է որ կողմ թեքում եմ կամերան լիքը մարդ կա։ Ահա սա է եղել ձեր գործունեությունը Գրիգոր Լուսավորչի տարածքում։ Սա է եղել, որ ինչից հետո դուք պարզապես անհետացաք, որովհետև զգացիք, որ անիմաստ է ձեր գոյությունը այնտեղ։ Մի խոսքով, ունենք այնինչ ունենք քահանաներ, ովքեր որ հավատարիմ են անձին, եւ ունենք քահանաներ, ովքեր հավատարիմ են Աստծուն։ Ընտրությունը ձերն է, ժողովուրդ ջան։ Բայց սրանով իհարկե մենք հեսա Սալավիովի հայտարարությանը անդրադառնալու ենք, դա ասեմ, բայց սրանով ամեն ինչ չվերջացավ, Գևորգ եպիսկոպոսին աշխատանքից հեռացրեց բանը, կտրիճը, դե երբ որ մարդը մտնում է ցայտնոտի մեջ, ավելի շատ է սխալներ թույլ տալիս, հատկապես սպորտսմենները կհասկանան իմ ասելիքը։ Այս անգամ էլ հեռացրեց Գևորգ եպիսկոպոսին իբր աշխատանքից, նկատողություն անելով, թե այնպեսի մի պատճառաբանություն բերելով, ինչի համար առաջինը կտրիճը պիտի գնա։ Այսինքն այս մարդը իրան դրել է այն վատ դատավորի տեղը։ Մի պատմություն կա, չէ՞, որ բերում նստացնում են դատավորին մի հատ կաշվի աթոռի վրա, սա նայում է, հաստ կաշվից աթոռ է, ասում է, այս ինչի կաշի է, ասում է նախկին դատավորների կաշին է, երբ որ նրանք օրենքի սահմաններում չեն գործել, այ իրենց մաշկահանել, այդ աթոռին են կարել։ Եվ դրանով պարտադրված է լինում, ինքը հասկանում է, որ դատարան լինելով դատավոր, օրենքի տեսանկյունից ինքը ոչ մեկից վեր չի։ Եվ Կտրիշ Ներսիսյանը գնալով ավելի շատ է սխալներ թույլ տալիս, ինքը ոնց ուզում է ոտնահարում է կարգ ու կանոնը, ըստ էության դրա համար էլ այս ճգնաժամը առաջացել է, բայց մնացածներին անունա դնում այնպիսի բաներ, որոնք որ ինքն է արել։ Այսպես ծիծաղելի վիճակում է նա հայտնվել եւ լուրջ վերաբերվել այս ծերուկին այլևս հնարավոր չի, անգամ նրա գործունեությունը մեկնաբանելը սկսում է արդեն ձանձրալի գործ տվել, որովհետեւ այստեղ ըստ էության գործունեություն էլ չկա, սա մի շուլերի, այս բառը օգտագործում, շուլերի գործառույթ է, որը որ ստանձնել ու առաջ է տանում, իհարկե իր ագենտ Կարո աղբոր բանով։ Իմիջայլոց համացանցով շատ արագ տարածեցին, թե բա տեսեք բանը Եզրասը հերքում է իր գործակալ լինելու փաստը, իսկ ինչպես է հերքում, հակառակ ոչ մի բան չի ցուցադրում, ոչ, հանկարծ չմտածեք հերքում, պարզապես մի ծիսակատարության ժամանակ, պատարակի ըստ երևույթին, մեկը ձենատարից ասում է, Հայաստանում ասում են, որ դուք բան եք, գործակալ եք, դա ճիշտ է, ուսը ասում է, չէ, կեղծ է։ Ու վերջ, հերքեց էլի իբր, ինչ է հերքեց,
Հերքելն այդպես չի լինում, երբ որ պետական մարմինը, այն էլ անվտանգության ծառայությունը քեզ հրապարակավ ասում է, որ դու գործակալ ես եղել եւ կաս շարունակում ես լինել։ Դա այդպես չի լինում։ Հետո շատ քաղաքացիներ ինձ գրում էին, թե բա ինչ պիտի աներ, բա ոնց պիտի աներ, ու երբ որ ես ասում եմ կարող հանգիստ դատի տա, ում ԱԱՑ-ին, այո, ԱԱՑ-ին, բացեք դատալեքսը, տեսեք, թե ինչքան մարդիկ են, թե ԱԱՑ-ին դատի տվել, թե ոստիկանությանը դատի տվել, ասեմ ավելին, պետությանը դատի տվել, ասենք նորությունա ձեզ համար տեղյակ չեք դուք այդ իրավունքների մասին, թե ոնց։ Բայց այստեղ մեկ ուրիշ բան էլ եղավ, Գևորգ եպիսկոպոսը երեք շատ ցնցող հայտարարություն արեց, որին կարծես բնականաբար են 90%-ը չեն ցանկանում ուշադրություն դարձնել, ինչի վրա չեն ցանկանում ուշադրություն դարձնել, որովհետև շատ կրկնակի երակի վատ վիճակում կայտնվի կաթողիկոսը։ Իսկ ինչ ասաց։ Պաշտոնապես մարդը հայտարարեց, որ այն քերակնգա հետ սեռական հարաբերություններ ունեցող արշակի վիդեոները տարածել է հենց Կտրիչ Ներսիսյանը, Գարեգին Բ. Իհարկե սա մենք ենթադրում ենք, մեկը ես սա ենթադրում եմ ու ասել եմ, կարծեմ հաղորդման շրջանակներում էլ եմ ասել, որ հենց Կտրիչն է դա արել, բայց ես դրա համար դեռ հիմքեր չունեի ու պարզապես սխեման երբ որ մտածում էի ոնց է եղել, իսկ իմ աչքի դեմն է այդ ամբողջը եղել, Telegram-յան այնպիսի ալիքով, այնպիսի ալիքներով, հետո շատ արագ արձագանք բան, որ ես քանի որ սովոր եմ դրանից չէի կարող դա չնկատել։ Եվ հենց այդ գիշերը իմիջայլոց, ասեմ ավելին, շատ լրագրողներ հենց ինձ էին սկզբում մեղադրում, թե կարող է ես եմ տարածել, անգամ այս բառաչանքին են հասել գործը, հիմա պարզվում է, որ Գարեգին Բ-ն է դա հրապարակել, նախ նկարել, կամերաներ շարել, մեղադրում եք, չէ, Սաթիկ Անժիկ Նյուզ, ձեր ճուտիկ բուլիկներով մեղադրում եք իշխանություններին, թե բա տարել կամերաներ են շարել մարդկանց տանը բաղնիքում դա անթույլատրելի է, այն ուղիղ ասում է Գարեգին Բ-ն է արել, դե գնացեք ասեք Կտրիչ, անթույլատրելի բան ես արել, դու ասեք, դուք երկերեսանի, երերեսանի, քառերեսանի եսի մինչեր եք, դուք ոնց կարող եք նման բան ասել, որտեղ շահնա, դուք այդտեղ վազող եք, դուք պետություն, հավատք, դավանանք, այս ամեն ինչը ձեր համար 1000-րդ տեղում է, մինչև այդ առաջին տեղում փողն է, երկրորդ տեղում փողը, երրորդ տեղում փողը, չորրորդում փողը, տենց մինչև 993-րդ տեղ, սա եք դուք։ Ուղիղ բան է ասել, մեղադրանք է հնչեցրել, դուք էլ ապշահարված, ոնց, այսինքն հենց այդպես, ու մարդ էլ ասեց մի հատ գնացեք ծանոթացեք քննչականի գործի նյութերին, բայց չեմ հասկանում, դուք տես պարզապես ինչ-որ հայտարարություններ անել անցնելով, թե դուք ճշտում եք մի բան նոր եք հայտարարություն անում, դուք չգիտեք լրագրողական էթիկային ծանոթ չեք, դուք ինչ կրթություն եք ստացել լրագրողի, որտեղ եք ստացել այդ լրագրողի կրթությունը, որ դուք կարող եք որոշել եք, որ լրագրողի կրթությունը ձեզ թույլ է տալիս, որ դուք ձեր ուզած վերնագիրը դնել, իբր սուր լինի, տակը ոչ մի բան չդնեք ու նյութերն էլ մի հատ չճշտեք նոր տեղադրեք։ Դա են սովորացել ձեզ, ապա քանդել է պետք այդ ֆակուլտետը ծայրից ծայր։ Քանդել 0-ից հավաքել։ Ուղիղ մարդը մեղադրական է, ուղիղ մարդը բան ասեց։ Բա գնացեք մի հատ հետևից, իբր եկեղեցու հետևորդներ, դեռ անուն եք դնում, չգիտեմ, սրան նրան կամ իմիջայլոց քաղաքական առումով էլ Նիկոլ Փաշինյանը լինելով վարչապետը եւ լինելով նաեւ համակարգող խմբի անդամ, այս ամեն ինչի մեջ, այդքան քաղաքականապես չի դիմակայում ու բանանում տրամադրված հեռացնելու Կտրիչին, որքան Կտրիչը քաղաքականապես պաշտպանվում է, ոչ միայն պաշտպանվում, Սաթիկը Սեյրանյան մի հատ գրառում էր արել, թե բա իրավունք չունի Մայրաթորի հայտարարություններ էլի կիսվել, Մայրաթորը հրապարակում էր արել պաշտոնապես, պետությունը իրավունք չունի խառնվելու Մայրաթորի ներքին գործերին, բա Մայրաթորը չի ուզում հրապարակում անի, որ Մայրաթորը իրավունք չունի խառնվելու պետության գործերին եւ քաղաքականությանը, դրա մասին այսինքն սահմանադրությունը ոնց եք կարդացել, առաջին նախադասությունը կարդացել էլ չեք կարդացել, բա մի հատ հրապարակում էլ այդտեղ արեք,
օրենքը կիսատ մեկնաբանելը կամ ներկայացնելը կիսով չափ հանցագործություն է արդեն։ Մայրաթորի պաշտոնական էջը ինչ եք թաթախում այդ հանցագործության մեջ։ Դուք պատասխանատվության զգացում ունեք, թե չունեք, չնայած որ ունենայք, եմ ես արծը տալիս։ Ունենայք այսօրին չէինք հասնի, տերարիստ տերտերներ ու չգիտեմ ինչեր չէինք ունենա։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ եւ այս թեման փակելով ասեմ, որ կտրիճը երբ որ Մասյացոտնի բանին առաջնորդին, թեմի առաջնորդին Գևորգ եպիսկոպոսին հեռացրեց, նրա փոխարեն նշանակեց Վաչիկ Զարգարյանին, Ռուբենին, Ավազանի անունը, եթե չեմ սխալվում, պարզվում է այս մարդը ամուսնացյալ է։ Մեզ համար պարզաբանեք։ Մեզ համար պարզաբանեք։ Այ մարդ լավ է, որ ամուսնանում են, երեխեք են ունեմ, չմտածեք վատա, բայց այդ պարագայում չի կարող սրբազան հայր լինել։ Հասկանում եք, այստեղ է խնդիրը։ Մեզ համար մեծ պարզաբանեք, որ մենք հասկանանք վերջը։ Բա գնում աչն ենք համբուրում, ասում ենք Աստված օգնական, որ դու կտրվել ես աշխարհի կյանքից ու ամբողջովին տրվել ես Աստծուն եւ դու անգամ հրաժարվել ես երբեւե ամուսնանալուց, երեխա ունենալուց։ Բա խենք ասում, Աստծո անունը խենք մեզ պարտադրում Աստծո անունը զուր տեղը տալ, չէ՞ որ դա ամենախստագույն մեղքերից է։ Խենք ամբողջ ազգին գցում մեղքի տակ։ Ցնդելու բան։ Կնոջ անունն էլ հրապարակած երեխայինն էլ։ Դուք Աստծո անունը զուր տեղը տալիս եք։ Գոնե մեզ մի պարտադրեք, որ մենք զուր տեղը տանք։ Դա լավ տեղ չի տանում, գիտեք ինչ։ Այո, այն բոլոր դժբախտությունները, որ մեր գլխին եկել են, նաև հենց դրանից է։ Չէ՞ որ էներգետիկ համակարգ գոյություն ունի, անգամ նրանք, ովքեր չեն հավատում Աստծո գոյությանը, եւ խիստ աթեիստներ են հանդես գալիս, անգամ նրանք այդ էներգետիկ կարողունակ ուժը չեն մերժում։ Եթե 100 հոգի, 1000 հոգի, 1 միլիոն հոգի, 3 միլիոն հոգի մի էներգետիկ բանի տակ, ալիքի տակ, դա անպայման աշխատում է։ Անգամ նրանք սա չեն մերժում։ Էլ չխոսեմ հենց հավատացյալների կամ այն մարդկանց անունից, ովքեր հաճախում են եկեղեցու, փորձում են հնարավորինս ծանոթ լինել Աստծո խոսքին ու այդ արժեհամակարգին քրիստոնեության։ Այո, այդ բոլոր դժբախտությունները հենց այս բաների երեսից է նաև։ Կառավարումը կառավարում, դիվանագիտությունը դիվանագիտություն, բայց չի կարող աղտոտված, կեղտոտված հասարակության համար ինչ-որ դրախտի դռներ բացվել, թեկուզ ֆիզիկական աշխարհում։ Չի կարող, չի լինում այդպես։ Պատմությունը ընդ որում ոչ միայն Աստվածաշունչը նմանատիպ օրինակներ ունի, այլ նաև պատմությունը նմանատիպ օրինակներ ունի։ Եվ լեգենդները, բալլադները, էպոսները բոլորն են այդ օրինակի վրա հիմնված։ Լավ, այդ ինչ է կերել, որ հասկացել եք, որ այդ ամբողջը սուտ է ու դուք եք ճիշտը հասկանում։ Այդ ինչ դեղ եք խմել։ Ասենք, այս թեմայից դե զուգահեռ պրոցեսներ են գնում, ժողովուրդ ջան, հասկանում եք ու բնականաբար ժամանակ առ ժամանակ անդրադառնալու ենք դրան, բայց հիմա գանք այս ռուսական թևին, հայաստանյան ռսաճորտերին, այսպես ասած։ Ռուսաստանում կա մի պրոպագանդիստ, առաջին թոփ 3-ից է, հա, եթե ոչ թոփ առաջինը, Սալավյով, հա, անուն բանը, Սալավյով լայվ իր շոուն է կոչվում։ Եվ սա հայտարարություն է անում իր հաղորդման ժամանակ, իմիջայլոց ասեմ, որ երբ որ մենք մեր հաղորդումը նոր էինք սկսում, չնայած որ աշխարհում նման այս ֆորմատով հաղորդումներ շատ կա, բայց այն մարդիկ, ովքեր նայում են Սալավյովին, ասում են, գնելն էլ հայկական Սալավյովն է, իրան դրել է Սալավյովի տեղը։
Իմի տեսնում եք, որ գնել է հայկական Սալավյով չի ու Սալավյովի տեղը ու Սալավյովը շատ փոքր է, որ գնել է իր տեղը դնի, որովհետև գնել է իր պետության պաշտպանն է, իսկ Սալավյովը երեք հայտարարություն արեց, կոչ արեց, ավելի ճիշտ, Հայաստանի Հանրապետության հանդեպ հատուկ ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ։ Ասաց հետևյալը, մոտավորապես միտքը ասեմ, որ Վենեսուելայում կամ մայրցամաքից են կողմ մենք շատ բան չունենք անելու, Ռուսաստանը պետք է իր ազդեցության գոտին վերանայի եւ օրինակ Ասիան, Կովկասը, Հայաստանի Հանրապետությունը չափազանց կարեւոր են եւ իր նախկին ազդեցության գոտում, իր երբեմնի ազդեցության գոտում, այո, Հայաստանի Հանրապետությունը դիտարկվել է որպես պլացդարմ Ռուսաստանի համար, ցավոք 3 նախագահների գործունեության արդյունքում, բանա պետք է հատուկ ռազմական գործողություններ անել, որպեսզի հետ բերենք Հայաստանը։ Այսինքն, այս մարդիկ տեսնում են չեն կարողանում հակառակորդների հախից գալ, իրենց երբեմնի բարեկամ երկրների հախից են փորձում գալ։ Սա Ռուսաստանի ճղճի ուժն է, իհարկե չի կարելի նկատել դիտարկել սա որպես պաշտոնական հայտարարություն, որովհետև դա անում է մի պրոպագանդիստ, բայց մյուս կողմից էլ կարելի է չի հասկանալ նրա խողովակները, չգիտեմ։ Ամեն դեպքում սա Ռուսաստանի Դաշնության ներսում հնչած շատ մեծ դիտողականություն ունեցող հաղորդումով դիտած ռազմական կոչ էր, ինչի համար պետքա շատ կոշտ ու կոպիտ պատասխան լինի Հայաստանի Հանրապետությունից եւ պարտադիր չի հենց Հայաստանի Հանրապետությունից, հենց Ռուսաստանի Դաշնությունում էլ մեր դեսպանատունը կարող է շատ հանգիստ իր դիտարկումը բարձրաձայնել Սալավյովի հասցեին։ Բայց այս ապուշին ես չէի կարևորի, իսկապես չէի կարևորի, եթե նրա հանդեպ հատուկ վերաբերմունք չունենային բոլոր այն ուժերը Հայաստանի Հանրապետությունում, ովքեր որ ներկայանում են ռուսամետ, բայց փրկիչներ։ Օրինակ, Տաշիր Սամվել Կարապետյան։ Այս մարդը Կրեմլում շատ համերգներ էր անում, տներ էր նվիրում, հատուկ հյուրեր էր կանչում, մի խոսքով։ Եվ Սալավյովը նույնպես հյուր է եղել այնտեղ, ներկայացվել է որպես հայ ազգի մեծագույն բարեկամ։ Ու այս հայ ազգի մեծագույն բարեկամ Սալավյովը այսօր կոչ է անում այդպիսի։ Սամվել Կարապետյան, հրապարակային ներկայացեք ձեր դիտարկումը, հրապարակային ներկայացեք ձեր տեսանկյունը, Նարեկ Կարապետյան, հրապարակային ներկայացրու քո տեսանկյունը։ Եթե դուք փորձում եք մտնել քաղաքական դաշտ, ապա ես ձեզ ասեմ, սա արձանագրված փաստ է, որ դուք կողմ եք եղել, որ ձեր պետության դեմ ռազմական հատուկ գործողություն սկսվի։ Դուք կողմ եք եղել։ Եթե դուք ձեր դիտարկումը այս մասով կամ Սալավյովի գյամերը չքաշեք, որովհետև ովով Սամվել Կարապետյանը նրա հետ ուղիղ հարաբերությունների մեջ է եղել, հələ նվերներ էլ տվել է։ Բան Սարգսյան Սերժ հանրապետականներից ով կա Քոչարյան առավոտից երեկո գնում մամուլի ասուլիսներս տալիս, չգիտեմ, Զախարովա ես ցիտում, Սալավյովի նարատիվներն ես առաջ տանում, տեսնում ենք, որ բացի դրանից Վանեցյան Արթուր Սալավյովի հաղորդմանը հյուր նստել եք, որոշում եք կրիմնաշ, վաշ, սենց բաներ, ինչ-որ լավ սիրուն բաներ եք խոսում, յա կադրավոյ չեկիստ։ Ոնց էիր կապվել իր հետ, որ գնայիր այդ հաղորդմանը հյուր, ասա քո տեսանկյունը, ասեք, որովհետև 26-ի ընտրություններին ես այդ ձեր թերից կբերեմ, ես լուրջ եմ ասում, մեր ժողովուրդը ձեր ձեռքը կրակը չի ինգել իսկականից։ Ձեր տեսանկյունը հրապարակային ներկայացրեք։ Ներկայացեք, մենք ծանոթանանք ձեր մոտեցմանը ուղիղ, չնայած շատ էլ լավ ծանոթենք ու վստահենք, որ եթե ինչ հրաշքով այդպիսի մի բան, վատ հրաշք որպես, հա, այդպիսի բան հանկարծ տեղի ունենա, դուք Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ եք լինելու, դա մենք լրիվ հասկանում ենք, ձեր հայրենիքը Ռուսաստանն է, Կտրիճից, Վանեցյանով, Մանեցյանով, սաղիդ հայրենիքն է Ռուսաստանն է, դուք Հայաստան անունով հայրենիք չունեք, ոչ էլ այդպիսի պետություն եք դիտարկում, ու ձեր գործունեությունը պետության ոչնչացնում ու չեզոքացնումն է Հայաստանի Հանրապետությունն էլ պլազդարմ վերածելն է, ոնց որ եղել է ու ոնց ուզել վարվել են, ինչ է նշանակում, կանգնում են, հայ ժողովուրդը, բանա, լավ ժողովուրդ է, մեր լավ եղբայր ժողովուրդը, ու մենք էլ վայ ինչ լավ է, մեր մասին լավ բան ասեցին, հայ ժողովուրդը հյուրընկալ ժողովուրդ է, ոխ ինչ լավ է, տեսեք, այս վիճակին էիք մեզ հասրել, հիմի այդ հայ ժողովուրդը վատ ժողովուրդ է, այդ նույն Սալավյովն էր դա ասում, բա հիմա ոնց է ասում
բան հատուկ ռազմական գործողություն ու բերանները ջուր եք առել նստել եք Սերժ Սարգսյանը հանրապետական կուսակցությունը հատկապես պարտավոր է այս թեմայով կոնկրետ նոտա հղել ես խնդրում եմ մենք ունենք բան չէ ֆոտո ունենք մի հատ խնդրում եմ մի հատ այդ ֆոտոն տեղադրենք էլի տեսեք պատվո շքանշան հայերի ու Հայաստանի հանդեպ սերն ու հարգանքը միշտ արտահայտող Վլադիմիր Սալավյովին Սերժ Սարգսյանը պատվո շքանշանին է արժանացրել ու այս Սալավյովը հիմա հենց հիմա այս պայն ասում է որ հատուկ ռազմական գործողությունը պետք է Հայաստանի դեմ որպեսզի դարձնի Ռուսաստանի մաս վերջ ուրիշ բանի համար չի մեկնաբանել այլ կերպ ինչու ընդ որում ասել է որ այդ ամենը պետք է բավականին ագրեսիվ ձևով լինի ոչ թե այնպես ինչպես Ուկրաինայում տեղի ունեցավ սկզբի օրերին Գնացել եք այն Ղարաբաղցիների բանից կներեք ես որ ասում եմ արցախցիներին մարդկանց չի վերաբերում այն Ղարաբաղսկի կլանի ներկայացուցությունում ինչ որ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կար մի հատ բան արել կներեք հեսա ես ցույց տամ այդ Աշոտ Դանիելյանը որոշել է Մի րոպե, հա, հեսա։ Կարեն Շաքարյանին զրկել Արցախի հերոսի կոչումից, որը նա ստացել էր բան 2020 թվականի հոկտեմբերի 20-ին հատուկ ռազմական որոշակի գործողության մեջ հերոսական դրսևորման համար։ Նման ընդհանրակարգ գոյություն չունի մարդուն զրկեն հերոսի կոչումից, այդպիսի ընդհանրակարգ գոյություն չունի։ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ինչ որ բան կառավարություն պետության ինչ որ նախագահի պաշտոնակատար ժամանակավոր չգիտեմ ինչ որոշել է պետքա զրկի ինչի համար որ վերջինս մասնակցել է Նիկոլ Փաշինյանի ուխտերթին սա ատելության դրսևորում է հիմա այդ արցախցիները ովքեր պաշտպանում են սրատակ ես 1145 մեկնաբանություն եմ տեսել 1300 լայք Այս 145 մեկնաբանություն անողներ ասում եք վայ ինչ լավ է որ այդպես է Ձեր հայտարարությունը արտահայտությունը տեսնեմ Սալավյովի հասցեին Տեսնեմ ձեր արտահայտությունը այ բանը Սերժ Սարգսյանի հանրապետական թևը նույնպես սատարում էր այ հենց այս որոշումը որ նա զրկվի գեներալի բանից ու լուսաբանում էր որպես մի հատ լուրջ եսիմինչ իրադարձություն Գնացել Սալավյովին շքանշան եք տվել Հիմի արցախցիներ Սալավյովին այս արտահայտության համար պետքա հանրապետականները շքանշանից զրկեն թե չէ Ձեր կարծիքը պաշտոնապես գրեք գրանցեք աշներս տեսնի Որը Ինչ ձեզ դնում եք ջայլամի տեղ ամեն մեկը, այս ինչ բանը իբր չեք տեսնում, ինչը չեք տեսնում, ուզում եք տես ուղիղ վազելով գնաք, հա, որտեղ հարմար չի գլուխները թողի, տակ տենց չի։ Դուք պատասխանատվության զգացում պիտի ունենաք։ Առհասարակ ցանկացած մի հատ թիմ, ով որ քաղաքական հայտ է ներկայացնում, նախ եւ առաջ պատասխանատվության զգացում պիտի ունենա հանրության ու ժողովրդի առաջ։ Հանրության ու ժողովրդի առաջ։ Թևանյան Անդոն գնացել էր եկեղեցու դեմը կանգնել էր Մայրաթորի, բա մենք սատարում ենք կտրիչ Ներսիսյանին եկել ենք մասնակցելու պատարակի։ Լավ եք արել գնացել եք պատարակի մասնակցելու, բայց երբ որ գրառումներ ես անում, Թևանյան Անդո, մի վախեցի, մի սարսափի, բաց թող մեկնաբանությունների տեղը, կարողանանք մեր ու ասում են սիրելի ժողովուրդ մեր հանրությանը կոչ ենք անում։ Մի հանրություն էլ ես եմ, կոչիդ հանդեպ էլ բան ունեմ ասելու։ Մեկնաբանության դաշտը բացի։ Թե այդում աշկերն եք ուզում կապեք, այ Փաշինյանը, որ եթերա մտնում նրան բոլորը հայհոյում են, իսկ մեզ տեսեք ինչքան են սիրում, չեն հայհոյում, ապա արծավմա մեկնաբանությունների դաշտն է փակ, չնայած ես հայհոյելու միտումով չէի ուզում մտնել, հայհոյա բերան դուք եք, բայց ես ուզում էի մտնել սիրելի հանրության անունից, քեզ ի պատասխան մի հատ գրառում թողնեի, Էլ չեն հրավիրում քեզ Ռուսաստան ORT, ռուսական ալիքներ, այն ադրբեջանամետ ռուս գործիչների ճտկակոլշիկները լզելու եւ Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունք տալու։ Դու ինչ ես ասում, քաղաքական ուժի ներկայացուցիչ ես։ Հանրությունը հստակ պահանջ ունի քո ու քո այս դաշինք, մաշինքներով, չգիտեմ, ընտրություններին ես մասնակցում։ Այդ գործիչների դեմ
Բոլորդ կոնկրետ ասեք, այսօր գործակարգավարական էր, ես շատ կծավամ, եթե հիմա այս պահին ուշադիր չեմ եղել, չեմ հետևել, որ տեսնեմ հանկարծ իշխանության թևը այս պահանջը չի ներկայացրել, որովհետև իշխանությունն էլ ոնց որ թե հանդես է գալիս ժողովրդի անունից։ Պահանջա, հստակ ձևակերպված պահանջա, Սալավիովի խոսույթին ի պատասխան ձեր քաղաքական թիմի դիրքորոշումը ինչպեսին նա։ Կոնկրետ սիրելի հանրությունը հարց է տալիս ձեզ։ Սիրելի ժողովուրդը ձեզ հարց է տալիս։ Եթե այդ հարցին չեք պատասխանել, ուրեմն այսու հետ խոսելու ժողովրդի կամ հանրության հասարակության անունից սիրելի բառը հանեք հրադարեք, դուք ոչ սիրում եք հանրությանն ու ժողովրդին, ոչ էլ սիրում եք պետությունն ու ձեր հայ լինելը։ Ոչ էլ սիրում եք ձեր Հայաստանի քաղաքացի լինելը, հարգում եք ձեր քաղաքացի լինելը։ Թե ոչինչ, այ եթե ռուսն ասում ռազմական գործողություն կսկսենք, ոչինչ, մեր աղբերն է, թող գա մեզի գյուլլի։ Մեր մի աղբոր գնդակից ընկնելը դա պատվաբեր է, ռուսի գնդակից ընկնելը երևի։ Այ եթե թուրքն է, մի րոպե մի հատ պատմական ամեն ինչը հանենք մեյդան։ Չհասկացանք։ Պետության դեմ կապ ունի ձեր համար ով է տես բան ասում։ Այսքան ռուսը կարա գրավի Հայաստանը, կարել, բա որ ասում ենք այն գլխած պայմանավորվածությունն էլ եղել է դեռ մինչև 18-ը, որ Արցախը Ադրբեջանին, Հայաստանը Ռուսաստանին, իրար մեջ պայմանավորվել են դրա համար էլ էս օինը խաղացին գլխներից։ Ինչ եք ստից դիվադաթար լինում, թփրտում վայ ես ինչ եք ասում, Ռուսաստանի դեմ հակառուսական բաներ եք խոսում։ Հակառուսականությունը ո՞րն է, ռեալ պոլիտիկա, կոնկրետ պատմում ենք ինչ է եղել։ Եթե մենք հակառուսական լինենք, Երևանի կենտրոնի բնակիչների կեսը ռուս չէին լինի։ Այդ ես մենակ կենտրոնի մասով դեռ։ Չհասկացանք։ Ես էլ եմ ասում, Սալավիովը մեկը ինձ համար մի երևելի երևույթ չի։ Նա վաղուց է ինձ համար տայապկա, եսի ինչ։ Մարդ, ով առավոտի ծիրիկուն արևմուտք է քննադատում, տեսեք, ես չեմ ուզում հանկարծ օրենսգիր խախտեմ, որտեղ որ մարդու ազատությունների եւ դրանց սահմանափակումների մասին հստակ բաներ կա նշած, բայց իմաստը իմ ասացի կհասկանաք ինչի մասին է։ Առավոտի ծիրիկուն ներկայացնում են մեզ, որ իբր բանը արևմուտքը, այդ համասեռամոլների արժեքներն եք դուք ուզում համասեռամոլների արժեքները Ռուսաստանում վաղուց դրած է, սկսենք այդտեղից։ Սկսենք այնտեղից, որ Ռուսաստանում 13 տարեկան դպրոցականը եթե հելը կույսը արդեն խնդալու է, ձեռ առնելու առարկա է։ Սկսենք այնտեղից, որ ես այսքան ժամանակ չեմ տեսել արևմուտքում աղջիկ երեխա դպրոցում դասարանցիները ծեծեն, նկարեն դնեն համացած, իսկ Ռուսաստանում բազմիցս եղել է։ Սկսենք այնտեղից, որ ես չեմ հիշում, որ աշխարհի զարգացած որևիցե երկրում մեկը նեղվի, որ իրեն երրորդ սորտի մարդու են որպես վերաբերվում, իսկ Ռուսաստանում մինչև մի կամ մի խոսքով։ Այնուամենայնիվ, խոսում արևմուտքի թշնամի լինելուց դեռ ռուսա խոսում է, լավ, իբր իր համար արևմուտքը թշնամի է, չնայած արևմուտքը չլիներ, Ռուսաստան վաղուց չէր լինի, բայց այնուամենայնիվ արևմուտքը թշնամի է, այ համասեռամոլները, բան, այս խոսում է Սալավիովը, արա կներեք, արան մի ամիտ թռավ, իրա տղեն, ապրում է Եվրոպայում ու համասեռամոլ է, իր տղեն, առավոտի ծիրիկուն, ռուս երիտասարդներին, ջահելներին կոչ անում գնալ ուկրաինական ճակատ, բան, չգիտեմ ինչեր անել, իր տղին ուղարկել է Եվրոպա, տոշնի Քոչարյանը խառես, այս կուլտուրան է, էլի, չգիտես վերջը ինչ անես։ Ու սրան դարձրել էիք ձեր համար ընկեր, գործընկեր, այս տիպի արժե համակարգ կարող են, սա եք դուք, հիմա եկել եք Հայաստանում, հեսա տեսեք 26-ին սաղ փոխել ենք, այ ես Նիկոլը, դուք ինչ գործ ունեք վաբշե, ժողովրդի հետ պետության հետ, ուր մնաց եք քաղաքական հայտ ներկայացնեք, ով եք դուք։ Դուք ինձ, այդ ամեն ինչի մեջ, ամենաշատը խղճահարությունը, խղճմտանքը առաջացնում, են մարդկանց, են սակավաթիվ մարդիկ են խղճմտանք առաջացնում, ովքեր որ հավատում են ոչ թե ձեր խոսքին, այլ ձեր կայքերով հրապարակած մանիպուլյացիաներին ու ստերին։
Եվ նրանք չեն իմանում, որ դա ձերն է։ Ինձ այդ մարդկանց եմ իսկապես խղճում եւ փորձում եմ այս հաղորդումով կլինի թե իմ համացանցային էջերով կլինի, այնուամենայնիվ երբեմն պարզաբանումներ մտցնել այդ մանիպուլատիվ նյութերից հետո, բայց այստեղ էլ մի հատ էլ փորձում են ապացուցել, թե ես արդարացնում եմ, չեմ արդարացնում ոչ մեկին։ Ես ցույց եմ տալիս ձեր արածի մանիպուլյացիան որտեղ է կայանում։ Ու 5 տարի դա եմ անում։ Եվ դուք դիվադատար եք լինում, այո, դա է պատճառը, որ հերթական անգամ Facebook-ս էլի հարցակման ենթարկվեց ու բլոկվեց։ Արդեն ինձ համար սովորական բան է դարձել։ Գնացեք, մենք սպասում ենք ձեր պատասխաններին։ Իմիջայլոց են բանն էլ, Էդմոնն էլ ոնց որ Մարուկյան գնացել, Մարուկյան Ռուսաստան է գնացել, ասում են, չգիտեմ։ Հույս ունենանք մի երկու բառ ընդեղից կասի Սալավյովին։ Սին հույսեր էլի։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։